Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչու է կարծում եք շրջանում արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առնելով Իրանի պատերազմի ռիսկերը գնահատելը մեր անվտանգային իրավիճակը ինչպիսին է, պաշտպանությունը ինչ վիճակում է կամ ինչ ռիսկեր կան եւ շատ տարօրինակ է որ այդ պատերազմի օրերին դուք քարոզչություն եք անում պաշտպանության նախարարը երբ որ մեր անմիջապես հարևանության սահմանին տեղի է ունենում պատերազմ քարոզչություն է անում համապատասխան գործառույթները չի անում։ Իսկ որն է համապատասխան գործառույթը։ Դե համապատասխան գործառույթներ, որ հաշվարկեք ռիսկերը, պաշտպանությունը մեր ինչպիսին է։ Իսկ վստահ եք, որ դա չի հաշվարկվում։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ։ Անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսեջ է, տեսեք, պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսեջ է մեր Մեսեջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Պարոն Պապիկյան 2021 թվականից հետո Պարոն նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ Քանի որ հավելում եղավ դուք Պարոն նախարար պարոն Պապիկյան Իրան ինչ օրակարգով եք եւ արդյոք քննարկվել է Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Պարոն նախարար ուրիշ Բայց ժամանակ է ասել Ես հարց չեմ Պապիկյան ես ցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց որ զենքերը ցուցադրվելու են մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա որոշակի ժամկետներ ցուցադրման երբ է նախապես Եթե ասելա ուրեմն ցուցադրվելու են պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի Պարոն Պապիկյան Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել Պարոն նախարար 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել այդ տարածքում։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի Բայց ես Նարեկի հարցին էի պատասխանում Ոչ չի կառուցել Այսինքն Հայաստանի ինքնաշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա Ոչ հերքում եմ եւս մի անգամ հերքում եմ Այսինքն այն տարածքները որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում Ես այլ բան չեմ ասում Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ թե իր երկրի տարածքում Ադրբեջանը չեմ ասում առհասարակ իր տարածքում կառուցել է Չէ, մենք ենք կառուցում որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը Ոչ խոսքը դրա մասին չի Ես հետ եմ Խոսքը դրա մասին չի Խոսքը նրա մասին է որ ձեր նշած անձնավորությունը պնդել է որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել Ես դա հերքել եմ համեցեք Դուք հերքում եք Պարոն նախարար նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության Նարեկ ջան դա չի համապատասխանում իրականությանը ես իդեպ ցավում եմ որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով ոչ ես մենք այդ պարոն հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ հարգելիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի անում ես խնդրում եմ սա ընդունել ի գիտություն այլ հատվածներ Այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրողներին։ Դա ձեր չի վերաբերում։ Ուրիշ հատվածներում եւս տարածքներ օկուպացրել է ադրբեջանական դիրքեր։ Դիմաց ծնողները բողոքի ակցիային իրականացնում նրանք պահանջում են որ նույն տարեթվում ծնված երեխաները ովքեր սովորել են նույն դասարանում ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը
կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։